Երբեմն մարդը հետ է նայում իր անցած ճանապարհին փորձելով հասկանալ, ինչու էր նրա ճակատագիրը բերել նրան անել այն, ինչ արեց։ Ես Լևոն Շանթը ծնված Նահաշպետյան, ապա հորս Սեղպոսի անունով Սեղպոսյան աշխարհ եկա 1869 թվականին Գոստանդուբոլսում Գորկի վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվեցի ծնողներից, եւ կյանքն ինձ ստիպեց ուժ գտնել իմ ներսում դիմակայելու ամեն ինչին։ Նախնական կրթություն ստացա Բոլսի Սկյուտարի ջեմարանում, իսկ 1884-1891 թվականներին շարունակեցի ուսում Սեչմիածնի Գևորգյան ջեմարանում։ Սիրով էի տարված մանկավարժությամբ եւ հոգեբանությամբ, ու այդ պատճառով 1892-1899 թվականներին ուսանեցի Լայպցիգի, Յենայի ու Մյունխենի համալսարաններում խորանալով այդ գիտությունների մեջ։ 1899-ին վերադարձա Անդրկովկաս, եւ ավելի քան 10 տարի դասավանդեցի Թիֆլիսի Գայանյան օրիորդաց եւ Երևանի թեմական դպրոցներում։ Թիֆլիսում միացա մեր ժամանակի առաջատար գրական մտավորականներին մասնակցելով Վերնատուն գրական միավորման հանդիպումներին։ Մտերմացա Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Ավետիք Իսահակյանի եւ Դերենիկ Դեմիրճյանի հետ։ Թումանյանի եւ Ստեփան Լիսիցյանի հետ միասին կազմեցինք եւ հրատարակեցինք հայոց լեզվի լուսաբեր դասագիրքը։ Կյանքիս վերջին տարիներն անցկացրի Բեյրութում, շարունակելով աշխատել հայ դպրության եւ մշակույթի զարգացման համար, մինչեւ վերջին օրերս հավատում էի, որ իմ գրի եւ գործի նպատակը եղել է բարձրացնել հայ մարդու ոգին ու գաղափարը։